Երուսաղեմի հայկական ժառանգության շուրջ տեղի ունեցածից կա նոր տեղեկություն։ Ցավոք սրտի նոր տեղեկություն չկա, վերջին տեղեկությունը այն է, որ փետրվարի 24-ին տեղեր ունենալու դատարանի նիստը կապված հայկական հողերի եւ հայկական ունեցվածքի, ասենք, բանկային հաշիվների սառեցման եւ այլ նման թեմաներով եւ այս նիստը իբր եղանակային պատճառները վկայակոչելով տեղի չունեցավ։ Հավանաբար ինձ թվում է նաեւ կառավարության որոշակի այսպես կարծում եմ ներգործությունը կար այս գործընթացների վրա, որովհետև նամակով դիմել էին վարչապետին։ Այո, փետրվարի 20-ին Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել էր Երուսաղեմի քաղաքապետարանի հակահայկական քաղաքականության հետ կապված Նաթանյահուին եւ խնդրել էր նորից վերսկսել աշխատանքներ այն հանձնաժողովի, որը ստեղծվել էր 2018 թվականին։ Ես ձեզ հիշեցնեմ, որ այս գործընթացը նոր չէ, որ սկսվել է 2017 թվականի դեկտեմբերին Իսրայելի քնեսեթ բերվեց երկու օրինագիծ։ Առաջին օրինագիծը բոլոր քրիստոնեական հարանվանությունների առնոնը հարկով գանձելներ, այսինքն ռետրոակտիվ կերպով հետին թվով 1948-ից հետո բոլոր հարկերի գանձում առնոնայի, այս պատկերացրեք Արևմտյան Երուսաղեմում, Արևելյան Երուսաղեմում եւ ընդհանրապես Իսրայելում որքան հողատարածքներ, ինչպիսի հողերի տերեր են, կալվածքների տերեր են քրիստոնեական եկեղեցիներ, լինեն լատին, հույն թե հայ։ Եվ երկրորդ օրինագիծը պետք է ստեղծվեր քնեսետում հատուկ հանձնաժողով, որը թույլտվություն էր տալու երրորդ կողմին քրիստոնեական հարանվանությունների վարձակալությամբ տրվող պայմանագրերին։ Պատկերացրեք, ենթադրենք դուք մեկ բնակարան ունի, պատրիարքանը բնակարանը ուզում է, ասենք, մի վարձակալից տա մյուս վարձակալին, վարձակալը մահացել է կամ տեղափոխվել է ուրիշ վայր, դրա համար պետք է քնեսեթ դիմեն հատուկ հանձնաժողովին, որը պետք է տարիներով քններ, թե հայկական պատրիարքանը այդ բնակարանը վարձակալությամբ տար, թե չտար։ Ամենայն դեպս սրատ եմ 2018 թվականի փետրվարի 20 ուրեմն 5-ին երեք հարանվանությունները որոշեցին պաշտոնապես փակել Սուրբ Հայության տաճարը եւ ողջ միջազգային հանրությունը քրիստոնեական աշխարհը այնպիսի ճնշում գործադրեց Բենյամին Նեթանյահուի վրա, որ ընդհանրապես Նեթանյահուի կառավարությունը 3 օր դիմացավ եւ փետրվարի 28-ին արդեն հայտարարվեց այս օրինագծերի սառեցման մասին, ստեղծվեց պետական հանձնաժողով, որ այն ժամանակ ղեկավարում էր Ցախի Անեգբին նախարար։ Եվ սրանով կարծես թե հարցը սարեցվեց, բայց խնդիրն այն է, որ 1860-ական թվականից ստատուս քվոյի ուրեմն քրիստոնեական եկեղեցիները հարանվանությունները ազատված են բոլոր տեսակի հարկերից եւ բրիտանական մանդատը Ես հենց դա եի ուզում հարցնել, այդ պարտքը ինչպես է ձևավորվել։ Այո, ես հիմա բացատրեմ։ Ուրեմն 1860-ական թվականից երբ որ կար այս մանդատից հետո գիտեք թուրքական Օսմանյան կայսրությանը հաջորդեց բրիտանական մանդատը եւ բրիտանացիները վերցրեցին եւ օրինականացրեցին այդ ստատուս քվոն որպես, ասենք, կառավարման մեթոդ, կառավարման ձև, օրենք կոնկրետ հարանվանությունների համար, որոնց ազատեցին իհարկե բոլոր հարկերից։ Իսրայել պետության ստեղծումից հետո 1948 թվականին Իսրայել պետությունը եւս հիմք ընդունելով բրիտանական մանդատի օրենքներ շարունակեց այս գործառույթը եւ շարունակեց հարկերից ազատել բոլոր քրիստոնեական հարանվանությունները։ Բանն այն է, որ մեր քրիստոնեական հողերի վրա կան դպրոցներ, կան հոսպիտալներ, այսինքն բուժ հաստատություններ եւ բազմաթիվ այլ որոնք հարկերից ազատված են բոլորը։ Որոնք ծախսատար են եւ ասենք դրանց հարկելով վտանգի տակ է տրվում ողջ քրիստոնեական ուրեմն ունեցվածքը եւ ողջ քրիստոնեական ներկայությունը Սուրբ Երկրում։ Եվ սրանից հետո ասենք հենց որ Նեթանյահուն եկավ իշխանության եւ հատկապես նրա կուսակցության անդամ Լիկուդի անդամներ, ասենք քաղաքապետերը, ինչպիսին էր նախկին քաղաքապետ Նիր Բարկատը եւ այժմ էլ Մոշե Լեոնը, սկսեցին իրենց փորձեր անընդհատ քրիստոնեական եկեղեցիները հարկերով ուրեմն հարկեր մտցնել, հատկապես այս ծայրահեղ ծանր առնոնահարկը, որը շատ ծանր եւ բերք կլինի, ասենք, բոլոր հարանվանությունների վրա։ Հիմա անցյալ տարի պատերազմի ժամանակ ես մի քանի կարևոր նյութեր էլ ասեմ տեղեկություններ։ Անցյալ տարի այս պատերազմի ժամանակ եւս մեկ անգամ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձ արեց հենց պատերազմի թեժ ժամանակ, նույնիսկ փորձ արեց քրիստոնեական եկեղեցիները հարկատու դարձնել։ Այս անգամ կրկին 3 պատրիարքները նույնիսկ հայտարարությամբ հանդես եկան, նրանց միացան բոլոր մյուս քրիստոնեական եկեղեցիները, ղպտիները, ասորիները, այսինքն բոլոր քրիստոնյաները միացան։ Այդ ժամանակ հարցը նույնիսկ սառեցվեց։
Հիմա սրանք որտեղ գրեցին առանձին հարցակումներ կազմակերպելու քաղաքականությունը, ասել կուզի, որ քանի որ հայկական համայնքը այժմ դատական գործընթացների մեջ է, կովերի պարտեզի հայտնի խնդիրը կա, որն արդեն 4 տարուց ավել է, գիտեք, որ այս խնդիրը գոյություն ունի, եւ հիմա թիրախավորվել է ամենաթույլ օղակը Երուսաղեմի հայոց պատրիարքարանը եւ եթե չեմ սխալվում խոսքը տասնյակ միլիոնավոր շեկելների մասին է եւ այժմ այս ուրեմն Նատանյահուի դեմ վարչապետի դեմ ամսու 20-ին փետրվարի նամակ էր ուղարկել մեր պատրիարքը սրան հաջորդեց ամսու 20-ին ուրեմն անմիջապես ուրեմն հանդես եկան ներողություն ամսու 19-ին նույնիսկ ամսու 19-ին բոլոր քրիստոնեական հարանվանությունները հանդես եկան շատ խիստ քննադատական նամակով բոլորը ստորագրեցին եւ հույն պատրիարք եւ լատին եւ հայկականը ընդդեմ Իսրայելի կառավարության պահանջելով վերաքննել այս ապօրինի որոշումը եւ ազատել հայկական համայնքը նման ծանր հարկերից իսկ սրան անմիջապես նաեւ հաջորդեց մենք այս անգամ բարեբախտաբար տեսանք նաև Հայաստանի կառավարության աշխատանքը նաև փետրվարի 21-ին Երուսաղեմում մեր դեսպանի նաև մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում Երուսաղեմի հայոց պատրիարքի եւ Երուսաղեմում գտնվող հավատարմագրված բոլոր օտարերկրյա քրիստոնյա մեծամասամբ հյուպատոսների հետ հանդիպում տեղի ունեցավ հիմա որտեղ է կանգառել այդ process-ը որտեղ է կանգառել եւ ինչ է ձեռնարկվում Մեր կողմից ինչ է ձեռնարկվում Այո, նախ մենք մեր կողմից ասենք համայնքի ինչ կարող է անել մենք միայն կարող ենք որպես հայկական համայնքի ներկայացուցիչներ լինել Երուսաղեմի պատրիարքանի կողքին եւ կոչ անել ողջ համայն հայությանը որպեսզի միասնական լինեն եւ տեր կանգնեն մեր ունեցվածքին եւ մեր հազարամյա ժառանգությանը Իսրայելում ինչ վերաբերում է Երուսաղեմի պատրիարքանին որևէ հայտարարության այս պահին պատրիարքանը այն հայտարարությանը որը մենք տեղյակ ենք չի եկել որևէ հայտարարությամբ հանդես չի եկել բայց որքանով որ ես հասկանում եմ նախքան խնդիրը միջազգայնացնելը պատրիարքանը փորձեր կանի տեղի ուրեմն քրիստոնեական հարանվանությունների միջոցով հարցը լոկալ կերպով լուծել։ Մենք ունենք բավականին լուրջ այստեղ լծակներ, եթե բոլոր քրիստոնեական եկեղեցիները որոշեն, հիմա մի քիչ մի փոքր աշխուժանում է զբոսաշրջությունը, այդ 1.5 ամսվա ընթացքում արդեն բավական ավիա փոխադրողներ վերսկսել են իրենց ուղիղ չվերթները դեպի Իսրայել, մարդիկ սկսել են կամաց վերադառնալ Իսրայել, խոսքը քրիստոնյաների խմբերի զբոսաշրջիկների մասին է, եւ երբ որ քրիստոնյա մեր հարանվանությունները որոշեն նորից բոլոր քրիստոնեական եկեղեցիները փակել քրիստոնյաների դեմ արժևում զատիկն է ապրելին, գիտեք, սա իրոք մեծ միջազգային սկանդալի նորից առիթ կհանդիսանա հույսով եմ, որ բանը դրան չի հասնի եւ այս գործընթացները կսարսնեն, բայց ես մի հատ վտանգավոր տենդենս եմ այստեղ տեսնում, որ անընդհատ Նատանյահուի կառավարությունը ժամանակ առ ժամանակ վերադառնում է այս հիմնախնդրի քննարկումներին, անընդհատ մեկ սարսնում են եւ հարկը եղած պահին նույնիսկ այդ հարցը ասենք նորից վերակենդանացնում են այս տարատեսակ ուրեմն հիմնախնդիրները, որը իհարկե շատ վատ է անդրադառնում բոլոր քրիստոնեական հարանվանությունների վրա։ Լավ, այստեղ կանգ առնենք, բայց պայմանավորվենք, հետևում ենք հետագա զարգացումներին, որովհետև այստեղ շատ էական հարց է դրված, թե ինչպես պետք է գործել, եթե հանկարծ կառավարությունը նորից որոշի վերադառնալ հայկական ժառանգությանը։ Այո, ես նաև ասեմ, որ Երուսաղեմում, ինչպես ասենք միջազգային բոլոր հարթակներում, Երուսաղեմ, տեսեք Հայաստանի Հանրապետությունը մինչև այսօր որևէ ուրեմն հայտարարությամբ հանդես չի եկել որպես պետություն, հա, հայտարարություն ԱԳՆ-ն, ասենք թեկուս հայերին աջակցություն հայտնելու կամ հայկական համայնքին աջակցություն հայտնելու կամ Երուսաղեմի հայկական համայնքին աջակցություն հայտնելու հետ կապված սրա փոխարեն Ֆրանսիայի դեսպանատունն է ցանկացած պահին երբ որ հայերի վրա հարձակումներ են տեղի ունենում, ասենք հայերի հետ կապված խնդիրներ են առաջանում, Ֆրանսիա ուրեմն Երուսաղեմում Ֆրանսիայի հյուպատոսը անմիջապես արձագանքում է, անմիջապես ասում է, որ պետք է Իսրայելի կառավարությունը հեռու մնա հայ քրիստոնյաների նկատմամբ ուրեմն ոտնձգություններից։ Տեսեք, սա իրոք, ասենք, մի փոքր այսպես
ոչ հաճելի է մեզ հայերիս համար, երբ որ ասենք ժառանգավորած վարժանի սաները բոլորը գրեթե Հայաստանի քաղաքացիներ են եւ մեր Հայաստանի կառավարությունը երբ որ տեղ է ունենում հարձակում ենթադրենք ժառանգավորների վրա, որևէ կերպ հանդես չի գալիս իր Հայաստանի քաղաքացուն պաշտպանելու գոնե ասենք որևէ հայտարարություն բաց չի թողնում, որևէ հարց չի բարձրացնում եւ ցավոք սրտի նույնիսկ մենք գիտենք, որ Իսրայելը ունի դեսպան նստավայրը Երուսաղեմ, սա ուրեմն Յոել Լեոնն է դեսպանը, հա, Իսրայելի, որ վերջին մեր ունեցած տեղեկությունների համաձայն, որտեղ ես նրա հետ այս պատերազմից հետո դեռ չեմ հանդիպել, դեսպանի հետ Իսրայելի Հայաստանում նստավայրը Երուսաղեմ։ Կարող են մինիմում այս դեսպաններին կանչեն գոնե արտգործնախարարություն Հայաստան, բողոքի նոտա տան կամ իրենց մտահոգությունները գոնե դիվանագիտական ճանապարհով փոխանցեն Իսրայելի կառավարությանը։ Բայց ես կուզենայի կներեք ձեր ժամանակը չարաշահելով մեկ կարևոր ուրեմն տեղեկություն նաև ասել ձեզ կներեք, ամենակարևորը իմ կարծիքով հիմա հայ-հրեական հարաբերությունների զարգացումն է, որովհետև փետրվարի 19-ին տեղի ունեցել հանդիպում Հիկմետ Հաջիևի եւ Բենյամին Նեթանյահուի միջև ուրեմն Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատանը եւ այս ժամանակ շատ հստակ մեսիջներ են ուղարկվել Նեթանյահուին եւ Ադրբեջանը խնդրել է մեզ արդեն հայտնի է դարձել սրա մասին խնդրել է որպեսզի Իսրայելը միջնորդի Թրամփի կառավարության եւ Թրամփին Ադրբեջանին ավելի բարվոք աչքերով նայելու հետ կապված եւ ադրբեջանական լոբին հրեական լոբի հետ միասին Ամերիկան բավական լուրջ աշխատանքներ է տանում մի տարբերություն մեր լոբի եւ մեր կառավարության